Բարի օր սիրելի հետևորդներ, հուսով եմ լավ եք, մենք էլ ենք լավ, այստեղ շատ գեղեցիկ սեղան եմ պատրաստել, այսօր Մարիշկայից ծնունդն է, դառնում է 14 տարեկան, դարձավ արդեն 14 տարեկան, այսպիսի գեղեցիկ սեղան եմ պատրաստել, որպեսզի ընկերուհիները գան եւ շնորհավորեն։ Սա էլ մեր տորտիկն է, ես եմ էլի պատրաստել, շատ գեղեցիկ ստացվեց, ուղղակի ժամանակ չեղավ նկարել։ Здравствуйте. Спасибо. А ты? Մարիշկայի տորտն արդեն փչում, շատ գեղեցիկ տորտ է ստացվել, վաֆլի թղթերից եմ պատրաստել այս սալիկները, հիմա տորտը կկտրենք, ընկերուհիները կվայելեն, արդեն հաց են կերել և կճանապարհենք տուն, այսպիսի գեղեցիկ կտրված կոնֆիևա, ելակի ու բանանի, շատ համեղ էր ստացվել, ուղղակի ժամանակ չունեցա նկարեմ։ Սա էլ Մարիշկայի նվերներն է, սա եւ իմ ու ամուսնուս կողմից երկուս միասին են գնել ականջողեր, սաֆիրով եւ բրիլյանտից քարերով, շատ նրբիկ է ու շատ իրան սազեց։ Իսկ սա եղբայրն է գնել արծաթի ականջողեր են, Սվարովսկի քարերով նույնպես շատ գեղեցիկ փայլում է։ Այդպես հիմա ինձ մնում է ընդամենը սեղանն հավաքել։ Սա էլ ծաղիկների մի մասը։ Բարի առավոտ, սիրելիներս։ Առավոտ շուտ լույսը չի բացվել։ Ես աշխատանքի եմ վազում։ Հիմա դեկտեմբեր ամսվա վերջին ծանրաբեռնված աշխատում եմ դրա համար։ Եվ բաղադրատոմսեր չեմ հասցնում նկարել, ոնց հետ ենք եկել հանգստից, ամբողջ օր աշխատում եմ, հիմա նույնպես գնում եմ աշխատանքի և ժամ 8-ից մինչև ժամ 8-ը թե 9-ը երեկոյան պետք աշխատեմ։ Մեր մոտ, ինչպես տեսնում եք, արդեն ձմեռ այսպես գեղեցիկ զարդարել են պատիեզները, երեք որ այսպես արդեն ձյունագ։ Եվ հիմա տեսնեմ ինչ եմ շարունակում, երև այս վլոգով էլ արդեն տարին կեզրափակենք, որովհետև ոյ սառուց էլ ոչ մի բան չեմ հասցնի նկարեմ, այսօր ամսի 27-ն է, մինչև 29-ի երեկոյան աշխատում եմ։ Պես հիմա դուրս բացեմ։ Տեսնենք ինչ որ մի հետաքրքիր բան կլինի այս վլոգում, թե հրաժեշտ կտամ և ոչ։ Առավոտ շուտ է պատրաստվում գնամ աշխատանքի, նաև որոշեցի ցույց տամ նվերս, այսպես դրել եմ ու սեղանի վրայից չեմ տանում, որպեսզի նկարեմ, այդպես էլ մնում է, քանի որ շատ ուշ եմ գալիս, շատ ուշ եմ առավոտ շուտ եմ գնում, այդպես էլ չեմ հասցնում նկարեմ։ Ամուսինս այսպեսի մի հատ հատկություն ունի, երբ ինձ կամ իմ տոնն ինձ ինչ-որ մի բան է նվիրում, Մարինային նույնպես նվիրում է, հետևաբար Մարինայի ծնունդն էր, ամսի 22-ին, նաև ինձ է նվեր տվել, օծանելիք։ Հիմա կիսվեմ ձեր հետ, այնքան անուշ բույր ունի, չեք պատկերացնի, եթե ծանոթ եք Լիբրեի հոտին, բաց գույնի Լիբրեին, ոչ թե մուկ, ապա սա 99%-ով նման է հոտը, այնքան անուշ հոտ ունի, անպայման նայեք, այսպես է կոչվում, բռին, դա ավելի ճիշտ կլինի, այսպես ավելի ճիշտ կլինի,
Շատ անուշ հոտ ունի ու շատ երկար պահպանվում է։ Առավոտի 3 առավոտյան ցանել էի վրաս գնացել էի աշխատանքի, եկա տուն դեռ հոտը մնացել էր։ Այնպես որ նայեք։ Լիտուալ, զելոտայ яблоко երկու տեղում էլ կա։ Եվ նաև մեր հանգիստի գնալու 2 օր առաջ եկան մեր աթոռները, ճիշտ է մենք սպասում էինք հետ կգանք նոր, բայց դե ժամանակ չեմ ունեցել նկարեմ։ Արդեն մեր աթոռները տանն են, հավաքել են ամուսինս ու տղաս, երկար չարչարվելուց հետո հավաքեցին, ճիշտ է իրանք հեշտ է հավաքվում, բայց պետքա ճիշտ հավաքվի, որ իրանք ճիշտ լինեն։ Այսպիսի տեսք ունեն, սեղանի հենց աթոռներն է, նույն ոտնակներով, մեջքի հատվածից այսպես է, և դիմացի հատվածից այսպես է։ Սա էլ աթոռներ, այստեղ 4 հատ է տեղավորվում, 4 հատ ենք թողում մեր համար։ Իրենք շատ ծանր են, վերցնել դնել ուղղակի շատ դժվար է իրանց։ Ձեր Մարիշկայի ծաղիկներն են։ Ճիշտ է, տեղը տաք է, բայց իրանք շատ լավ մնում են։ Ես վախենում էի շուտ կթառամեն, բայց շատ լավ են մնում։ Սա եղբոր նվերն է, սա հայրիկի։ Այսպես։ Այստեղ էլ երեկոյան Սմարինան որոշեցինք տոնածառ տնենք, տղաները տանի չէին։ Անցած տարի ենք գնել տոնածառը, նոր տոնածառը, հանեցինք և հայտնաբերեցինք, որ մի ոտը կոտրվել է։ Չգիտեմ ոնց, այդպես խառը թողեցինք ես ամբողջը։ Այսօր տղաս պետքա տանի սվարկի ես մի ոտը, որովհետև ցեցի Վայրբիրիսում նայել ոտքերը շուտ գալացող չկար, բոլորը հունվարին նոր գալու էին։ Եթե շուտ հանած լինեի, կարողանայի եզակում պատվիրել և նորը կդնենք, բայց դե ոչինչ հույս ունենանք, այսօր տղաս կտանի այդ ոտը կսարքի և միասին տոնածառ կզարդարենք։ Դե ինչ, ես հավաքվեմ գնամ, արդեն իսկ մինչև գնամ գործիքներս դնեմ սուխաժարի մեջ, մի փոքր մաքրեմ տեղս, հաճախորդս կգամ։ Այստեղ նվերների մի մասն եմ պատվիրել, հետը ստանում եմ գործիրել, որպեսզի Մարինան չհանի, նույնպես օծանելիք են, այստեղ դեռ Մարինային ու ամուսնուս է։ Տանեմ այնտեղ, որպեսզի բոլորի նվերները փաթեթավորեմ այնտեղ, նոր բերեմ դնեմ յոլոչկայի տակ։ Ընտանիքով խաղում ենք տայնի սանտա, նաև այդ նվերը պետք է փաթաթեմ։ Եթե չգիտեմ ոնց կստացվի 31-ին կստացվի նկարել թե չէ, բայց համենայն դեպս շատ կցանկանայի նկարեմ և ցույց տամ ինչ նվեր անկել և ով է նվիրել։ Դե ինչ գնացի, ինչպես միշտ հագեցած աշխատանքային օր սպասվում ինձ, եթե չեմ սխալվում 7 հատ հաճախորդ ունեմ։ Վաղը նույնպես աշխատում եմ, նույնպես 6 թե 7 չեմ հիշում, եթե ոչ ավել։ Այս քանի օրը շատ այսպես խիտ հագեցված աշխատում եմ։ Այս քանի օրը որն է, ոնց հետ ենք եկել հանգստանալուց, կարելի ասել առանց հանգստանալու աշխատում եմ։ Եվ 29-ը վերջին օրն է, 29-ին էլ կաշխատեմ ու ամսի 30-ին արդեն ազատ կլինեմ, ընթարտիշներս կգնամ, չգիտեմ գնամ թե չգնամ, ամենայն դեպս զապիս եմ եղել, եթե ես չգնամ Մարիշկային կուղարկեմ, որպեսզի մարդու ակոշկան հետպես բաց չմնա, ինձ թվում է չեմ գնա, շատ լավ տեսքի է, եղունգներս է մնացել, չգիտեմ կհասցնեմ սարքեմ թե չէ, եթե չհասցնեմ էլ ոչինչ։ Այդպես, եթե ինչ-որ հետաքրքիր բան լինի կնկարեմ։ Չես տվեցի, որ սա Մարիշկայինն է, դա էլ ամուսնուս օծանելիքն է։ Ինքան անուշ հոտ ունի,
Այսպիսի ֆիրմայա շատ անուշոտ ունի։ Հիմա ինչեր են նվիրել հաճախորդներս, հիմա ցույց տամ։ Սա մի մասն է, մյուս մասն էլ կգցեմ։ Դեռ վաղն եմ աշխատում։ Այսպիսի թեյ, սև եւ կոնֆետներ։ Սա առավոտյան հաճախորդս է բերել։ Այսպիսի կոնֆետներ։ Մեծ ուպակովկա տոֆիֆի եւ սա հիմա միասին տեսնենք, դեռ չեմ էլ տեսել։ Այդպիսի շոկոլադներ գեղեցիկ ուպակովկայով։